Մեկը կուզեմ պատմեմ, Մանուել Նոյերը աշխարհի երակի չեմպիոն է ֆուտբոլից, դարպասապահն է հավաքականի Գերմանիայի։ Ու մենք ոնց ենք վերաբերում մեր Հենրիկ Մխիթարյանին, բայց Հենրիկ Մխիթարյանը աշխարհի չեմպիոն դեռ չի եղել առնվազն։ Այն էլ Հայաստանի թիմի կազմում։ Ու շատ երեխաներ հայտնվելով փողոցում ոստիկանի տեսադաշտում, քանի որ ինչ որ հանցագործություններ են աթենարել կամ ունեն վատ վարքագիծ, բայց ովքեր են այս երեխեք, ովքեր փողոցում են։ Նրանք ամենամրցունակներն են, ու իրենք փողոցում ապացուցել են, որ իրենք մրցունակ են։ Ինչ է անում Նոյերը, ասում է, ով ուզում Նոյերի ֆուտբոլի դպրոցում սովորել։ Հիմա որ ասեին Հայաստանում ով ուզում Հենրիկ Մխիթարյանի դպրոցում սովորել, ինչքան երեխեք կլինեին։ Ու ասում եմ, բայց մենք կանոն ունենք 3 օր ֆուտբոլ, 3 օր ընթերցանություն։ Ու փաստորեն իրանք ցենց ֆանտաստիկ սոցիալական լիֆտ են առաջացնում։ Այն երեխան, որ փողոցում արդեն կայացել էր, ով վաղը պիտի դառնար մարդասպան, գող, ավազակ, չգիտեմ, ջարդող, տերորիստ, դառնում է ինժեներ, կառուցող, գիտնական։ Շատ կարևոր կտոր է մրցունակ երեխեքին բերել կառուցողական դաշտ, զարգացնող դաշտ, որովհետև էլի ամենամեծ խնդիրներից մեկը մրցակցության բացակայությունն է կամ մրցունակ երեխեքի բացակայությունն է։ Մեր շատ գերեզմանցիկներ մրցունակ չեն տարբեր ասպարեզներ։ Իսկ այն երեխան, որ արդեն ապացուցել է, որ ինքը մրցունակ է իր բնույթով, այդ երեխուն տալ մտածողություն, ու շատերը անընդհատ շփոթում են գիրքը, որ գիտելիք է տալիս։ Այսօր գիտելիքը ամենուրը, արհեստական բանականությունը ամեն ինչ գիտի, բայց մտածողությունը, հարց տալու կարողությունը ձևավորվում է հենց գրքի, այս նայած կտավի, լսած երաժշտության շնորհիվ եւ նայած ֆիլմերի, զրույցների, այդ մեր խնդիրն է մեր երեխեքի գլխում այդ աշխատող պրոցեսորների արագագործությունը եւ օպերատիվ հիշողությունը մեծացնել։ Այդ ժամանակ մենք մտածողություն կփոխենք, մեր երեխեքը կլինեն ավելի արագ մտածող